Սիրելիներ, այսօր Սուրբ Աստվածածնի ընծայման տոնն է, ըստ մեր եկեղեցու տոնացույցի, և այս առիթով կամենում եմ ձեզ համար կարդալ Սուրբ գրքից այս հատվածը Սուրբ Պողոս առաքյալի Կորինթացիներին գրած երկրորդ նամակից։ Արդարև կենդանի Աստծու տաճար եք դուք, ինչպես ասաց Աստված, պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ընթանամ նրանց միջով, և նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը։ Դրա համար դուրս եկեք նրանց միջից և հեռու մնացեք, ասում է Տերը, և մի դիպեք պիղծ բաներին, և ես պիտի ընդունեմ ձեզ, և պիտի լինեմ ձեզ համար հայր, ու դուք պիտի լինեք ինձ համար որդիներ և դուստրեր, ասում է ամենակալ Տերը։ Տեսեք, սիրելիներ, ինչ հետաքրքիր կոչումներ են ստացել մարդիկ իրենց կյանքի ընթացքում և մանավանդ Սուրբ Աստվածածինը Սուրբ Աստվածածին կոչվելու պատիվն է ունեցել։ Նրա ընծայման պատմությունը սա է, որ իր ծնողները Հովակիմը և Աննան Աստծուն հավատարիմ, Աստծուն հավատացող մարդիկ իրենց ողջ կյանքում այս հավատին հետևող են եղել։ Աստվածասեր մարդիկ, ովքեր որ երբեք իրենց հավատն ու հույսը Աստծուց չեն կտրել, և թեպետ և իրենց որդեծնության ժամանակը, տարիքը արդեն անցել էր, սակայն դարձյալ իրենց հույսը չէին կտրում, որ Աստված իրենց զավակ կշնորհի։ Թախանձագին աղոթքներով, խնդրանքներով, պահեցողությամբ նրանք հասան դրան, որ Աստված նրանց զավակ շնորհեց։ Առաքինի կյանքով ապրող մարդիկ, ովքեր որ իրենց ունեցվածքը ըստ սրբազան ավանդության ամսական ստացվածքը, որ ունեին իրենց վաստակից, 3 մասի էին բաժանում, մեկը տալիս էին տաճարին, մյուսը տալիս էին աղքատներին և մյուս մասով, այդ մնացած 3-րդ մասով ապրում էին։ Այս տեսակ առաքինի կյանքով ապրող մարդիկ, ինչպես որ Աստված Կորնելիոսին ասաց քո ողորմություններն Աստծու առջև հիշվեցին, նույնպես և ողորմած լինելով Աստծուց ստացան այդ նույն ողջույնը և զավակ ունեցան, և նրան կոչեցին Մարիամ, որ նշանակում է լուսավորյալ։ Այսօրվա տոնը, այս ավանդությունը, որ եկեղեցին տոնում է, մեզ սովորեցնում է շատ կարևոր 3 բան։ Առաջինը, որ հավատքով և հույսով երբեք Աստծուց հույսը չկտրելով ապրենք, առաքինի կյանքով ապրենք, ինչպես որ Սուրբ Աստվածածնի ծնողները Հովակիմը և Աննան։ Նաև ավանդությունը ուսուցանում է, որ երբ Սուրբ Աստվածածնի մայրիկը Աննան Աստծուց խոստումը ստացավ, որ զավակ կունենա, նա էլ Աստծուն խոստացավ, որ իր զավակին Աստծուն կընծայի։ Եվ երբ Սուրբ Աստվածածինը Մարիամը դարձավ 3 տարեկան, նրան տարան տաճար, և շատ հետաքրքիր ձևով է պատմում սրբազան ավանդությունը, թե ինչպես Մարիամը 3 տարեկան փոքրիկ աղջիկ քայլում էր մենակ իր ծնողների ուղեկցությամբ և նաև տաճարից եկած կույսերի ուղեկցությամբ, ովքեր աջից և ձախից մոմերը բռնած իրեն ուղեկցում էին, գնաց և հասավ տաճար և տաճարի 15 աստիճանները ինքնուրույն բարձրացավ։ Կարծես այդ 15 տարիների խորհրդանիշը լիներ, որ 15 տարեկանում կատարվելու էր իր կոչումը, որ աշխարհ էր բերելու աշխարհի Փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին։ Նա իր ողջ կյանքը Սուրբ Աստվածածինը ապրեց ըստ այդ կոչման, այդ անունը արժանավորապես իր վրա կրելով, Սուրբ Աստվածածին անունը։ Եվ այսօրվա սրբազան պատմությունը, այսօրվա տոնը մեզ ուսուցանում է, որ մենք
Սուրբ Աստվածածնի օրինակով ապրենք ըստ մեր կոչման, յուրաքանչյուրս մեր կյանքում ունենք մեր կոչումը։ Լինել Աստծուն հավատարիմ, Աստծուն պաշտող և Աստծո պատվիրաններով ապրող մարդ։ Եվ այն ամենը, ինչ որ Աստված մեզ տալիս է այս կյանքում, ամեն տեսակ կարողություն ծառայեցնել Աստծու փառքին և մարդկանց օգուտին։ Եվս մեկ կարևոր խորհուրդ կա այսօրվա մեջ, այնպես ինչպես որ Սուրբ Աստվածածնի ծնողները իրենց զավակին Աստծուն ընծայեցին, նույնպես մենք պիտի սովորենք, որ ծնողներս, որ զավակ ենք ունեցել և մեր զավակներին կամենում ենք իմաստություն ուսուցանել, ըստ մեր հասկացողության։ Հետևենք եկեղեցու կարգուկանոնին և մեր զավակներին ժամանակին Աստծուն ընծայենք, այսինքն մկրտենք նրանց։ Եվ եկեղեցական ավանդությունը ուսուցանում է, որ երեխան պետք է մկրտվի 8-րդ օրը մինչև 40-ը, որպեսզի ժամանակին Աստծո հետ հաղորդվել կարողանա Տիրոջ պատվիրանի համաձայն, եթե մեկը ջրից և հոգուց չծնվի, չի կարող մտնել Աստծո արքայությունը։ Ժամանակին մկրտելով, ժամանակին երեխային Աստծուն ընծայելով, մենք մեր երեխաներին տալիս ենք լավագույնը։ Եվ մինչդեռ նաև ևս մեկ կարևոր խորհուրդ կա այսօրվա մեջ, որ մենք մեր երեխաներին միայն մերը չհամարենք, այլ հատկապես Աստծունը։ Ուրեմն սիրելիներ, Սուրբ Աստվածածնի օրինակով մենք սովորենք ապրել ըստ Աստծո պատվիրանի և նրա ծնողների օրինակով մեր զավակներին Աստծուն ընծայենք։